Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք այսօր դեկտեմբերի 11-ին ժամը 7-ին կինոյի տանը կցուցադրվի Սերժ Ավետիքյանի «Նա ում սպասում են» ֆիլմը։ Իդեպ դեկտեմբերի 1-ին վարպետը նշեց ծննդյան 70-ամյակը։ Այս ամենի եւ Հայաստանում պարբերաբար նրա ծավալած գործունեության մասին կխոսենք մեր հյուրի հետ, ով այս օրերին գտնվում է հայրենիքում։ Մեր առաջին հյուրն է ֆրանսիաբնակ ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, Կանի ոսկե արմավենու մրցանակակիր Սերժ Ավետիքյանը։ Լույս առավոտ։ Ես նույնիսկ ավելացնեի ֆուտբոլիստ նաև։ Ասեք։ Ասեմ, որ ֆուտբոլիստ եմ եղել։ Այո, իհարկե։ Արարատի յունիորներում էի խաղում, գնալուց առաջ Փարիզ։ Փարիզում շարունակեցի, ես շատ լուրջ սպորտսմեն եմ եղել։ Շարժուճ նշանակում է, որ այն ժամանակ մենք շաբաթը 3 անգամ էինք փորձում եւ կիրակի օրերը բաներ հանդիպում էր ուղղակի դաշտում։ Այնպես որ ժամանակ էր դա եւ լուրջ էր, բայց երբ որ Ֆրանսիա հասա, լեզուն հաղթահարեց ֆուտբոլի գնդակին։ Ֆրանսիան լեզուն եկավ տեղավորվեց ինչ որտեղ եւ իհարկե հայրս երգիչ էր եւ բան կարծես թե ես սպորտսմեն չունենք ընդհանուր ընտանիքում։ Չէ, հայրս ընդհանրակ երգիչ էր, ֆրանսերեն էր երգում, բան, մայրս կինո սիրող էր։ Ես իմ մեջ կար դա, բայց ես շատ ասեմ, ամաչկոտ երեխա եմ եղել, բայց ես հետո իմացա, որ ամաչկոտ երեխեքը լավ դերասաններ են դառնում։ Ես շնորհակալ եմ բախտին, Աստծուն, որ մենք ցավոք սրտի կորցրեցինք լավ ֆուտբոլիստի, բայց ունեցանք ֆանտաստիկ, այո, մի հայ մեր իրականության մեջ։ Դեկտեմբերի 1-ին ձեր 70-ամյակներ, չեմ ասի, մաքսիմում լավ, օքեյ, 31 եք նշել ձեզ։ Դա կարծում եմ կինոյի, երաժշտության, թատրոնի ու Որն է ձեր երիտասարդության էլիքսիր։ Մարդիկ, կինո, թատրոն։ Ճիշտ ասեմ, դժվար է ասել, որովհետև իմ կարծիքով ժամանակը ընդհանուր առմամբ աբստրակցիա է։ Ես այդպես եմ վարվում ժամանակի հետ։ Դա է իմ կարծիքով խնդիրներից մեկը ինձ հետ։ Ես ժամանակին չեմ կարողանում ընդունել իբրև իրականություն։ Ինքը աբստրակցիա է, մեկ-մեկ 5 րոպեն տևում է 2 ժամ, մեկ-մեկ 2 ժամը տևում է 3 րոպե։ Կյանքն էլ է այդպես, երբ որ կան հանդիպումներ, հետաքրքիր գործեր եւ այլն, ժամանակը չես հաշվում, ապրում ես այդ ժամանակը։ Ամենակարևորը իմ կարծիքով, որտեղ ոչ թե երիտասարդ մնալու համար, մարմինը մեկ է, հաղորդում է մեկ-մեկ, որ ինչ որ ժամանակ կա, որ ինքը ապրում է, ինքն ունի իր խելացիությունը, կարծում եմ։ Մենակ մեր ուղեղը չի խելացի, մարմինն էլ ունի իր յուրահատկությունները, զանգեր է տալիս, ասում է, սա զգույշ։ Ամենակարևորը իմ կարծիքով աշխատելն է, կառուցելն է, կապեր պաշտպանելն է, կամուրջ լինելն է։ Ես չէի կարող լքել իմ մայրենի լեզուն, չէի կարող լքել այն քաղաքը, որտեղ ծնվել եմ եւ 15 տարի ապրել եմ։ Ոչ թե չէի կարող, այլ դա շատ բնական ձևով վերադարձավ ինձ 10 տարի հետո Ֆրանսիա լինելուց հետո։ Անմիջապես թե ինչ եմ հիշում ես, ուր են իմ ընկերներս, այդպիսի ֆիլմ եմ նկարել, ինչ են իմ ընկերներս դարձել 1983 թիվ, ֆրանսիական դպրոցի իմ ընկերներ, ինչ այսօր ունեմ մանկության ընկերներ Երևանում, որոնց հանդիպում եմ, հիանալի բան չի դա։ Պարոն Ավետիքյան, «Նա ում սպասում են» ֆիլմով ինչ ուղերձով եք գալիս։ Նա ում սպասում են ֆիլմը 10 տարի է արդեն, տեսեք ժամանակը ոնց է անցնում, 2015 թվականին եմ նկարել Խաչի գյուղում, 100%-ով Խաչի գյուղում, որտեղ բոլորս ֆրանսիական թիմը ապրում էր մարդկանց տներում, որտեղ այնտեղ հյուրանոց չկա, ոչ մի բան չկա։ Մենք ժողովրդի հետ էինք ապրում եւ աշխատում եւ ֆրանսիական գումարներով այդ գյուղը կարողացավ աշխատել եւ ապրել 6 ամիս, այդպես կարելի ասել, եւ հետքեր թողեց դա իմ մեջ, իրենց մեջ եւ ես երդում էի տվել իրենց, որ առաջին ցուցադրումը կլիներ Խաչիկում եւ այդպես էլ արեցինք, բացօթյա ամռանը մեծ էկրանով, գյուղի վերևում եւ այլն։ Ինձ համար այս ֆիլմը շատ հարազատ կապ է Հայաստանի հետ, նամանավանդ այնպիսի գյուղի հետ, որը սահման է։ Սցենարում ես դա Ղարաբաղի այն կողմն էի, Արցախի այն կողմն էի դրել, ոչ թե դեպի Ստեփանակերտ, ոչ թե Նախիջևան կներեք, ոչ թե դեպի Նախիջևան, որ Խաչիկն է, այլ այս կողմն էի։ Սկզբից ցույց եմ տալիս ֆիլմում, թե որտեղ է կատարվում սա, որտեղ դա մի ֆրանսացու հայացքն է այնպիսի մի երկրի վրա, որ չի ճանաչում։
եւ այնպիսի մի լեզու, որ չի խոսում։ Եվ ինքը դառնում է այդ գյուղի գյուղապետը կարծես սկսում է գործեր անել տալ երեխեքին դպրոց եւ այլն բան։ Ֆիլմը բան է շատ ջերմություն ունի, ինչպես ունեն այդ գյուղում ապրող ընտանիքները եւ հարցեր է տալիս ֆիլմը, թե ինչպես կարելի է երազել, որ ինչ որ մեկը պիտի գա, օգնի մեզ եւ հասցնի մեզ այն մակարդակի, որ մենք կարողանանք իսկապես լավ ապրել։ Եվ դա ինչ որ մի ֆրանսիացի է, Բոլզեկ անունով, որ պիտի գար, այդպես բան միֆ է։ Ֆաբուլա է ֆիլմը, ես սցենարը գրել եմ այնպես, որ ինքը ֆաբուլա է, պոետիկ, այնտեղ կան երեխեք, որտեղ դերեր ունեն, հիմա բոլոր արդեն տարիքով են, չգիտեմ կգան այս երեկոյան թե ոչ, բայց իրենք ֆիլմը նայել են մի քանի անգամ։ Ֆիլմը Ֆրանսիայում ահագին ոչ շատ մեծ, բայց հաջողությամբ անցավ, այնպես որ հետաքրքիր էր։ Ֆիլմի ստեղծման ընթացքում ամենաբարդ փուլը որն է եղել եւ ամենաոգեշնչողը։ Ամենաբարդը կինոյում ռիթմի աշխատանքն է, թե այն ռիթմը, որի մեջ պետք է ֆիլմը լինի, աշխատանքային ոճով, բեմադրելու դերասանների հետ, ահագին երիտասարդ դերասաններ կային, հիմա դարձել են թատրոնի ճանաչված դերասաններ եւ այլն ֆիլմում տիրապետելն է, թե իսկապես խումբ կա, որ միասին է աշխատում։ Եվ մի օրգանիզմ է, չէ՞։ Այո, ինդիվիդուալիզմը պետք է դառնա մի մեծ օրգան, որտեղ ամեն մեկը բերում է ազատ ձևով իր ունեցածը ներքին։ Եթե բեմադրիչը, ռեժիսորը չի կարողանում դա բացահայտել դերասանի մոտ կամ մի մասովկայում հենց երեխային, որին ուզում է նկարել ժպտալուց կամ վազելուց կամ իմանից, եթե չես կարողանում դա փոխանցել, զգացվում է դա ֆիլմում, որ ինքը չի ստացվել, ինչ որ բան արվել է արվելու համար, այլ ոչ թե ստացվել է, որտեղ ամեն մի կադր կախարդական բան ունի իր մեջ։ Ոնց որ պոեզիան, ես շատ եմ սիրում պոեզիան, միշտ կարդում եմ դեռ պոեզիա, Ֆրանսիայում իմիջիայից համարյա վերացել է պոեզիայի գրքերը, հիններն են մնացել, բայց ուզում ասեմ նոր պոեզիան չի վաճառվում, բայց մենք մեր ազգը կարծեմ պոետիկ ազգ է եւ պահել է դա։ Իմ մեջ դա շատ կարևոր ձևով նստած է։ Ես երեկոյան կկարդամ երկու հայերեն լեզվով պոեմներ, ոչ թե խոսելու համար, այլ կարդալու համար ուրիշներ, որոնք տաղանդավոր են, եւ մի բան էլ ասեմ, իմ ցանկություններից մեկը միշտ եղել է թատրոնում, կինոյում, երբ որ ֆուտբոլիստ էի նույններ, աշխատել ինձնից ավելի տաղանդավոր մարդկանց հետ։ Ինձ համար շատ կարևոր է դա։ Ուրեմն պետք է ես իրենց կարողանամ ներգրավել։ Ամեն մի բնակավարում դուք չեք կարող այդ տաղանդը ունենալ։ Մյուսների հետ պետք է աշխատել եւ այդ տաղանդների հանդիպումն է։ Դուք բազմիցս նշել եք, պարոն Ավետիքյան, որ Հայաստանը այն վայրն է, որտեղ միտքս հանգստանում է, սիրտս սկսում աշխատել։ Ու դուք դարձել եք Հայաստանի, Ֆրանսիայի կինոյի ու մշակույթի ու կամուրջն եք դարձել։ Դուք նաև ունեցել եք հնարավորություն հավերժ մնալու Ֆրանսիայում, ստեղծագործել, աշխատել այնտեղ, բայց դուք երբեք չեք կարողանում կտրվել Հայաստանից ու ամեն բան, հնարավոր ամեն բան անում եք, որպեսզի երևի առաքելություն ունեք դրած, որ գիտեք, ես կարծում եմ, որ մանկությունը մեր մեջ է միշտ եւ մի քիչ առաջ խոսում եք ինչպես է երիտասարդ, չգիտեմ, դրա ասում էի աբստրակցիա է, իմ կարծիքով պատասխանը սա է, որ մանկություն լքելը անհնար է եւ եթե դու անում ես դա սխալ ես անում, պետք է մանկությունը քեզ հետապնդի, պետք է ինքը քեզնից առաջ գնա։ Փոքրիկ մարդուն պիտի չսպանես, այո, միշտ քեզ հետ պիտի տանես։ Ինքը մեծի մեջ է, մեծն էլ փոքրի մեջ է, իմ կարծիքով, եւ մանկության զգացմունքները զարգանում են ժամանակի ընթացքում։ Կարծում եմ ժամանակը տիրապետում է մի բան, որ մենք հասկանում ենք որոշ բաներ, կարողանում ենք փոխանցել այդ բաները։ Դրանից բացի ինքը ունի այնքան մեծ հնարավորություն, փորձն է շատ կարևոր, բայց չմոռանալով թե երբ որ դու երեխա էիր, երբ որ դու ամաչում էիր, երբ որ դու չէի կարողանում արտահայտվել, երբ որ զուզում էիր ինչ-որ բան անել եւ չէիր համարձակում, չմոռանալ դա, որովհետեւ դա քո մեջ է։ Դրա վրա ես դու կառուցել։ Հետո ինչ ենք մենք կորցնում ժամանակի ընթացքում։ Ինձ համար շատ հետաքրքիր է հասկանալ, թե մենք ինչպես ենք կառուցում կորուստի վրա։ Բոլոր աշխարհը կորուստով է ապրում։ Բոլորս ենք կորցնում ենք ինչ-որ բան, ծնողներին ենք կորցնում, երկիր ենք կորցնում, քաղաք ենք կորցնում, ինչպես ենք մենք վերակառուցում կորուստի վրա։ Ամենակարևոր բաներից մեկն է, որ երեխեքի հետ պետք է խոսել։
Ես շատ եմ սիրում աշխատել երիտասարդների հետ, որովհետև շատ բան ունեմ իրենցից դեռ սովորելու։ Ես ունեմ իմ փորձ իրենց փոխանցել, բայց իրենցից ունեմ սովորելու ինչ-որ նոր բաներ, ռեպը, ասենք, իմ աշխարհը չէր, բայց հետո հասկացա, որ պոեզիա կա ռեպի մեջ, ոչ միշտ, բայց կա։ Ուրեմն չպետք է ամենի ասել, չէ, սա չէ, բան չի եւ այլն։ Այս բոլորն է ինձ հետաքրքրում եւ այստեղ չկա միսիա ինձ համար։ Ես միսիոներ չեմ, որ հայրենասիրություն, նացիոնալիզմ, ես այդպես բաների հետ կապ չունեմ այնքան, միայն կապ ունեմ ժողովրդի հետ, զգացմունքի հետ, մեր պոեզիայի հետ, մեր լեզվի հետ, ինձ հետաքրքրում է դեռ ես ինչպես եմ կարողանում հայերեն խոսել։ Հրաշալի է։ Իսկ ինչպես եք ընտրել դերակատարներին, ինչ սկզբունքով։ Դերակատարներին միշտ ասում եմ կաստինգի եմ եկել, չէ՞, կաստինգի եմ։ Ես էլ եմ շատ կաստինգի գնացել, դեռ շարունակում եմ, որտեվ հիմա առանց կաստինգի ինչքան էլ ճանաչվածն ես, Բայց դա նորմալ է կարծում, դա կարծում եմ երկրում է, չէ՞ մի քիչ ուրիշ կերպ ընկալվում։ Ես պրոդյուսերին չեմ թողնում, որ որոշի, թե ով է խաղալու այս ինչ դերը, ես եմ, եթե ռեժիսորն եմ ֆիլմի եւ գրել եմ սցենարը, ես պետք է որոշեմ։ Բայց ես մենակ չեմ որոշում։ Որոշում եմ հանդիպումից հետո խոսելով ասիստենտի հետ, նրա հետ ուրիշների տեսանկյունն է ինձ հետաքրքրում, թե ճիշտ եմ ըմբռնել այն ինչ որ ստեղծվեց։ Հետո ես երբ որ հանդիպում եմ դերասանների, փորձ չեմ անում։ Չեմ ասում կարդացեք սա կամ խոսում եմ, ինչպես մենք խոսում եմ, սուրճ ենք խմում, բան։ Ինձ մարդկային հարաբերությունը Չիտկա չեք անում, հա, այսպես ասած։ Չէ, հետո եմ անում, բայց սկզբանե ինձ դուր է գալիս անձնավորության դիրքը, չափանիշը իբրև մարդ։ Եթե ինքը ունի իր մեջ, դա իր աչքերի մեջ է երևում, իր նիստուկացից է երևում, իր սուրճ խմելու ձևից է երևում եւ այլն։ Ինձ համար դա հերիք է հասկանալու համար, թե ես ինչպես կարող եմ իրեն տանել այն մթնոլորտի մեջ, որը կառուցել եմ։ Եվ կմտնի ինքը թե ոչ, եթե ճկունությունը կա մտնելու, մտավ, բայց իր մարմնով, իր ձայնով, իր տեսքով եւ այլն, ոչ թե իմ ուզածով։ Իրականությունը ինքն է, ես չեմ։ Ես միայն առաջարկն եմ վերում, որ ինքը կարողանա մտնել այդ տերիտորիայի մեջ։ Այ խոսեցինք երիտասարդներից, կուզեմ անդրադառնանք նաև երկլեզու դրամատիկական արհեստանոցին։ Այս տարի արդեն 5-րդ շրջանն է, հա։ 5-րդ սեզոնն է, որ բացվում է հունվարի վերջին, արդեն բացվում է վաղը, օրինավոր ձևով, ասուրից չի, բայց ռեպորտաժ եւ այլն բան։ Երեխեքի հանդիպում, արդեն երեխեքը կան 20 հոգի, որոնց հետ միշտ Փարիզից եմ խոսում 10-15 րոպե մինիմում հասկանալու համար, թե ինչու են իրենք ցանկանում, ինչու ենք մենք ցանկանում։ Ամենակարևոր բաներից մեկը, որ ես պնդում եմ, դա ֆրանսերեն լեզու սովորելն է։ Այդպես է սկսվում այս process-ը։ Եթե ուրիշ լեզվի մեջ չես մտնում, չես կարող եւս աշխատել ուրիշ լեզվով աշխատող բեմադրիչներ, որոնք գալիս են։ Հետո ես հասկացել եմ ին փորձից ելնելով, որ երբ որ ուրիշ լեզվով ես խաղում, ուրիշ լեզու, քո մարմինն ուրիշ ձև է արտահայտվում։ Երբ որ ես Փարաջանով ֆիլմ արեցի, ռուսերեն էի ամեն ինչ անում, եւ Ուկրաինայում էինք նկարում, Թիֆլիզում եւ այլն, եւ ռուսերեն էի տիրապետում թիմին։ Բայց ես հասկանում էի, որ ես նույնը չեմ։ Ես նույն մարդը չեմ։ Փարաջանովն է հետ եկել ֆիլմ անելու ինքը իր վրա, այլ ոչ թե ես։ Փարաջանովը ինձ բան հուշում ամեն ինչ, ասում է, էս էլա ներվայնացի գոռա կապրիզներ արա կամ հանգիստ եղի բան։ Ու ասել, որ լեզուն շատ կարևոր է իմ կարծիքով, ոչ թե միայն բառերի համար, այլ իր զգացմունքի, իր կառուցվածքի, իր արտահայտության հետ կապված։ Ֆրանսերեն լեզուն ունի իհարկե շատ տարբեր հատկություններ, հայերեն ունի իրենը, ռուսերենը իրենը, այն երեք լեզուներն են, որոնցով ես աշխատում եմ։ Երեխեքին ուրեմն ֆրանկոֆոնիայի ճանապարհն է միշտ, արդեն մենք մի 150 երիտասարդներ ֆրանկոֆոն ենք դարձրել այս 5 տարվա մեջ, 4 տարվա մեջ, այս 20 հոգի իրենք դասեր են ընդունում մոտ 3-4-5 ամիս անվճար, մենք ենք դա մեր պարտներներն են բերում, SPF-ան, իմիջիայլոց մեր պարտներներն են Ազնավուրի ֆոնդացիան, իհարկե Ֆրանսիական ինստիտուտը, ֆրանսիական գումարները այս տարի առավել եւս Ֆրանսիայի արտաքին գործերի մինիստրությունը բարեհաճեց օգնել
մշակութային առումով մեր պրոյեկտին որոշ չափով, որը մեզ փրկեց, որտեվ սեփական գումարներ մեծ ինդուստրիալ գործերից բան չեն գալիս իր մշակույթին օգնելու։ Իրենք խնդրեմ չունեն դրա հետ։ Մենք ուզում ենք, ասում ենք, դու ավելի քիչ նալոգ կվճարեք, սա կանեք։ Իսկ մեծ կազմակերպությունները հայկական, ինչպես բարեգործականը եւ այլն սկզբից օգնեցին մի քիչ, իսկ հիմա արդեն 2 տարի է բոլորն ասում են մենք մշակույթով էլ չենք կարող զբաղվել, միայն առողջությունն է, միայն սոցիալական, ասում են, բայց մի րոպե մշակույթը առողջության հիմքն է։ Դա հենց առողջություն։ Մշակույթը եթե վերանա, եթե երեխեքին չենք նվիրում որևէ բան, որ իրենց տալիս է հնարավորություն բացվել, մտածել, աշխույժ լինել եւ այլն, ինչ որ դուք անում եք, ավելի եք անելու, ավելի է դժվար դառնալու անել հիվանդության հետ կապված եւ այլն։ Մի խոսքով կարողանում ենք ֆինանսավորել եւ ասեմ հաղորդել առաջին անգամն եմ ասում այստեղ մարտ ամսից սկսելու է երկրորդ մի գործ կինոյի ասպարեզում կինո դասավանդում տեղից հրավիրում եմ մի շվեյցարիացի այս տարի ռեժիսոր, հետո մոնտաժոր ֆրանսիացի եւ սցենարիստ ֆրանսիացի, որտեվ կարծում եմ, որ ոչ թե այստեղ վատ են դասավանդում եւ այլն, դա չի։ Ձևեր կան, մտածելակերպ կա, որը նույնը չի։ Բայց դա նաև ամեն տարվա չէ ավանդույթ է ձեր մոտ դարձել հրավիրել մասնագետների, տարեկան 5 մասնագետ։ Ասենք թատրոնին այս տարի հունվարից մայիս 5 տարբեր բեմադրիչներ են գալու, որոնց մեջ իմիջիայից այս տարի կա 2-3 հոգի, որոնք հայի ծագում ունեն, բայց ֆրանսիա հայեր են, ոչ թե Հայաստանից նույնպես։ Բայց մեկը խոսում է, մի քիչ հայերեն կարծում։ Այդպես արեցի, որովհետև այստեղ էլ է հետաքրքիր բան բացվում Սփյուռքի եւ Հայաստանի միջև, որը կարծես թե մի քիչ վտանգի տակ է, այնպես որ ինչպես որ հասկանում եմ քաղաքականության կողմից, իսկ այդ վտանգը ինձ դուր չի գալիս ոչ մի կերպ, որ Սփյուռքում ապրող հայերը չկարողանան ուղակի աշխատել Հայաստանի հայերի հետ։ Ինչ է որ մեկը արևելը հայերեն է խոսում, մյուսը արևմտը հայերեն է խոսում։ Իմիջիայից ասեմ ձեզ այսօր հանդիպում եմ Պարոնյան թատրոնին, որ ինձ առաջարկում է բեմադրել Պարոնյանից գործերից մեկ։ Ինչու՞, որտեղ Պարոնյան թատրոնի ցանկում չկա Պարոնյանից ոչ մի պիես։ Ես ընդունում եմ պրոյեկտը, չգիտեմ կտեսնենք ինչպես կարվի եւ միշտ ասում եմ, եթե Ֆրանսիայի հետ կոպրոդուկցիա չկարողանանք անել, ես չեմ անի այս պրոյեկտը։ Պետք է հասկանաք ինչու եմ սա անում, դա իմ համար չի, աշխատավարձի համար չի։ Նրա համար է, որ ինչ որ արվում է այստեղ, պետք է կարողանանք ցույց տալ ուրիշ տեղ։ Ինչ որ արվում է ուրիշ տեղ, կարողանանք ցույց տալ այստեղ։ Ինչ է, ավելի քիչ տաղանդավորենք մենք, ինչը չգիտենք ասել, ինչ համամարտկային չի Պարոնյանի գրածը։ Համամարտկային է։ Մի հարուստ գալիս է Ստամբուլից, ուզում է ամուսնանա, այդ տարիքին, այդ ոնց, այդ ինչի համար։ Հետո այդ մարդը, այդպես մարդիկ շատ կարես։ Պարոն Ավետիքյան, դուք մշտապես աշխատել եք տարբեր երկրներում, կասեք վերջին տասնամյակներում ինչպես է փոխվել կինոն ձեզ համար։ Գիտեք, կինոն փոխվում է հենց հիմա շատ շտապ ձևով, նոր տեխնոլոգիաների պատճառով։ Արհեստական բանականությամբ։ Գիտեք, չէ, ֆրանսերեն ասում են ինտելիգենս արտիֆիսիել։ Երկու բառերը չեն բռնում մեկը մյուսին։ Ինտելիգենսը խելացիությունն է, արտիֆիսիելը մակերեսայնությունն է, ոչ իրականությունն է։ Ինչպես խելացիությունը կարող է ոչ իրական լինել։ Թող բացատրեն ինձ։ Ես շատ եմ սիրում տրուկաժներ, իմ ֆիլմերում լիքը տրուկաժներ կան։ Կանաչ ֆոնի վրա նկարված, ինտեգրացնում եմ մի դերասան մի օբյեկտի մեջ, որը ես չեմ կարող կյանքում նկարել, Ստամբուլ 46 թիվ, ասենք, բայց ունեմ արխիվային պատկեր, կարողանում եմ բեմադրել դրա մեջ։ Սա շատ հետաքրքիր, դա արվել է ի սկզբանե կինոյում։ Ի սկզբանե արվել են տրուկաժներ, շատ պարզ ձևով։ Այսօր հելել ենք, ուզում ենք ամեն ինչ լինի տրուկաժ, էլ չլինի իրականություն, բայց Ինչու իրականությունն է բերում հոգին, շնչառությունը։ Հետո ինչ ուզում ես, ինչպես պոեզիայում է, ինչպես բառերի հետ են խաղում, խաղա պատկերի հետ էլ։ Դա խնդրեմ չի։ Ես դեմ չեմ ինչպես ասեմ, նորություններին, ընդհակառակ ես պետք է օգտագործել, բայց պետք է նորությունները չդառնան մեզ օգտագործող։ Ինչպես երիտասարդներն են հիմա ստրկացել iPhone-ին, նրան ցանցերի հետ կապված, որը իմ կարծիքով շատ վատ process է մտածելակերպի հետ կապված, որովհետև դա չի թողնում երիտասարդներին մտածել առանձին
ինչպես էի թարգմանում ազատ դատելակերպություն ունենալ, այլ ոչ թե թելադրված, թե սա են ասում, սա պետք է ասեմ, սա կարդացի, մի խոսքով շատ բաներ կասելու, բայց կարծում եմ, որ պետք է մենք կարողանանք տիրապետել, ինչպես որ արվում է հիվանդության հանդեպ եւ այլն, որոնք նորությունները ճիշտ բաներ են բերում, բայց պետք է մենք տիրապետենք դրան, այլ ոչ թե իրենք մեզ տիրապետեն, ինչ-որ մենք դառնանք ոչ ռեալ, մեր ձայնը դառնա ոչ ռեալ։ Այո։ Դե ինչ, մեր հեռուստատուն եւս մեկ անգամ հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին, այսինքն արդեն այսօր 19:00 կինոյի տանը կցուցադրվի Սերժ Ավետիքյանի «Նա ում սպասում են» ֆիլմը։ Եվ մուտքը ազատ է, ով որ ուզում է, տոմս էլ պետք չի։ Այո, ինչ սիրով սպասում ենք բոլորը, նաեւ ուզում ձեզ շնորհավորել անձնագրի հետ կապված։ Այսօր առաջին անգամ ցույց եմ տվել իմ հայաստանյան հանձնագիրը մուտքի համար։ Շնորհավորում ենք ձեզ, շնորհակալ ենք շատ, որ ժամանակ եք գտել եկել եք մեր մոտ։ Ես վստահ եմ, որ մենք ունենանք նոր հանդիպումներ, որովհետև առաջիկայում գիտենք, որ շատ նոր գործեր ունեն Հակոբ Արոնյանի հետ կապված, դա արդեն մեծ իրադարձություն է, որի մասին արժե խոսել։ Մեծ սիրով ձեզ կրկին հյուրընկալենք մեր տաղավարում։ Ես միշտ ուրախ եմ գալու։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Շնորհակալ եմ, որտեվ Աչափնյակում եմ ապրել։ Դա էլի մացակ չգիտեմ։ Հարաբյան 21։ Շնորհակալ ենք շատ։ Ունենք եւս մի կարևոր հյուր, մի փոքր ավելի ուշ կխոսենք արդեն նրա հետ, կհյուրընկալենք մեր տաղավարում, բայց արդեն ամբողջությամբ այլ բնակավարից, այլ մարդու հետ եւ այլ կարևոր հարցերի, խնդիրների մասին ենք խոսելու, մնացեք մեզ հետ։